Բարև ձեզ բարեկամներ։ Փակ TV-ն նորից եթերում է եւ մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր այսօր կրկին մեզ հետ են մեր կողքին։ Պիտի ասեմ, որ հավատացեք, այսօր իսկապես մեր բացառիկ հյուրերից մեկն է մի անձնավորություն, ում դուք իհարկե շատ լավ ճանաչում եք։ Խոսքս հասարակական քաղաքական պետական գործիչ Պարույր Հայրիկյանի մասին է, ով մեր տաղավարում է։ Բարև ձեզ, պարոն Հայրիկյան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեզ համար միշտ բախտորոշ պահերին գալիս եք տաղավար եւ մենք ձեզ հետ կարողանում ենք կիսվել, խոսել առաջիկա անելիքների մասին։ Տեսեք, Ադրբեջանը այսօր էլ նախապատրաստական այսպես մթնոլորտ է ստեղծում եւ փաստորեն նախապատրաստվում է պատերազմի, հերթական նոր պատերազմին։ Իսկ մենք հայերս պատրաստ ենք այդ պատերազմին։ Իհարկե վտանգը ակնհայտ է, ինչպես 2020 թվականին մենք լսում էինք սպառնալիքներ եւ շատերս մտածում էինք, որ համաշխարհային հանրությունը թույլ չի տա դեպքերի այսպիսի զարգացում, մանավանդ որ քանի բանաձևեր որ կան ընդունված, ինչի մասն էլ լինեն, դրանք բոլորը մի բան էին պահանջում բացառել ուժի կիրառումը։ Բայց տեղի ունեցավ պատերազմ։ Հիմա էլ մենք շատ մոտ ենք այդ իրավիճակին եւ նույն իշխանությունները այն փորձառությունը, որ ակնհայտ է բոլորիս համար, նույն փորձառությամբ ըստ էության ոչինչ չեն անում, ինչպես 20 թվականին նրանք համընդհանուր մոբիլիզացիայից, զորահավաքից չօգտվեցին, այդպես էլ այսօր չկա մեկը, որ կարողանա հստակ ասել, որ մենք ըստ արժանվույն գնահատում ենք սպառնալիքները, մասնավորապես խախտելով նորմատիվ իրավական ակտերի սկզբունքները, խախտելով սեփական իսկ ընդունած որոշումները, 2000 թվականին որոշված կայուն պահեստազոր ստեղծելու ծրագրից հրաժարվելով, այս իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք չեն գնահատում իրավիճակը, չեն գնահատում նաև համաշխարհային տրամադրությունները, ճիշտ է դրանք ժամանակավոր են, բայց ցեղասպանությունները ժամանակի ընթացքում են լինում, ժամանակավոր են լինում։ Այնպես որ Հայաստանը ցավոք սրտի ես կուզեի մեր քաղաքացիներին ուրախացնող բան ասել, բայց ես ակնհայտորեն տեսնում եմ, որ որևէ ոլորտում մենք պատրաստ չենք դիմակայելու նույնիսկ ամենափոքր սպառնալիքի կիրառումը։ Պարոն Հայրիկյան, այս պայմաններում, երբ իսկապես իրավիճակը բավականին բարդ ու ծանր է, որքանով եք նպատակահարմար որպես քաղաքական գործիչ համարում անցկացնել ձեր կուսակցության 29-րդ համագումարը, միթե դա այդքան հրատապ է։ Շնորհակալ եմ հարցի համար, գիտեք, կան բաներ, որ իրավիճակից այնքան կախված չեն։ Աստված ոչ անի, եթե հիմա լիներ ավելի ծանր իրավիճակ, մենք կմտածեինք նաև համագումարը հետաձգելու մասին, բայց երբ շնչում ես, դա չի նշանակում, որ չպետք է լսես կամ տեսնես կամ կատարես ինչ-որ այլ պարտականություններ, շնչել ամենակարևորն է, բայց այս պահին այսպես օրենքի պահանջ կա, ըստ օրենքի պետք է դու որոշակի ժամանակահատվածում, որոշակի կազմով համագումար հրավիրես, իսկ հայ իրականության առաջին, գիտեք չէ, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սովետական Միությունում, Ռուսաստանում Նավադվորսկայի կազմակերպություններ 88 թվականից, իսկ Հայաստանում եւ ամբողջ Սովետական Միությունում 87 թվականից ԱԻՄ-ը, եւ ԱԻՄ-ը իսկապես ոչ թե իմ կազմակերպությունն է, մեր կազմակերպությունն է, այլ մեր ազգինն է, ու իսկապես ազգային հարստություն է, դրա համար չպետք է ԱԻՄ-ը լինի այն քաղաքական ուժերից մեկը, որ օրենքի պահանջները չկատարի, անգամ եթե այդ օրենքը կատարյալ չէ, այդ պատճառով մենք պարտավոր ենք համագումար անել։ Ինչ վերաբերում է այս իրավիճակում համագումար անելուն, եկեք ընդունենք, որ համագումարում հնչած տեսակետներ, ընդունած բանաձևերը շատ ավելի ազդեցիկ են ու ավելի հեղինակավոր, քան ընթացիկ ղեկավարության կողմից ընդունված որոշումները։ Հետևաբար, այո, հասկանալով իրավիճակի վտանգավորությունը, մենք պիտի հենց համագումարում հնչեցնենք նաև դրանք։ Ճիշտ է, համագումար ունի նաև մասնավոր նպատակներ, իր կանոնադրության վերախմբագրված տարբերակի հաստատումը, այստեղ շատ կարևոր է, որ մենք առաջին անգամ մեր կանոնադրության մեջ ամրագրում ենք մի դրույթ, որ ԱԻՄ-ը
կարող է փոփոխություններ կատարել հետագայում իր կանոնադրության մեջ, սակայն չի կարող փոխել սկզբունքները։ Սկզբունքների մեջ մասնավորապես մի երկու բան ասեմ, երբեք թույլ չտալ, որ ԱԻՄ-ը որևէ գործ կատարի հանուն նպատակի միայն, այսինքն նպատակը չպետք է արդարացնի միջոցները պետք է լինեն նույնքան բարոյական, որքան նպատակը։ ԱԻՄ-ը գաղտնիություն պահանջող բոլոր գործերից պիտի հրաժարվի եւ նման բաներ։ Իհարկե նաեւ ղեկավարության ընտրություն է պահանջվում, դա նույնպես տեղի կունենա։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս ծանր իրավիճակի մասին ես խոսեցի, տեսեք, սա պետք է հստակեցնել, որ մարդիկ չասեն Հայրիկյանի ենթակայական սուբյեկտիվ ընկալումներն են։ Վիճակը շատ ծանր է, որովհետև մեր սահմանադրությունը հազար ու մի բան է ամրագրում, սակայն հստակ շեշտել է իր անփոփոխելի հոդվածում, որ Հայաստանը պետք է լինի սոցիալական, այսինքն իշխանությունները քաղաքացիներին պետք է վերաբերեն ինչպես ընկերոջ, սոցիալական, ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական պետություն է։ Այս 4 ոլորտները բոլորն էլ ջախջախիչ վիճակում են։ Միայն հարկային քաղաքականությունը, միայն այս տարբեր ոլորտներում տարվող աղբահանություն, փոխադրամիջոցի վարձ, հարկերը հատկապես, դրանք ցույց են տալիս, որ Հայաստանը սոցիալական բռնապետություն է, ամենաահավոր բռնապետություն է։ Պատկերացրեք, երբ կառավարության անդամները առաջարկում են վարչապետ կոչվածին գույքահարկի այդ սարսափելի չափերը գոնե 30%-ով իջեցնել, ինքն ասում է, ես այդ հարցում փոխզիջման չեմ գնա։ Այսինքն ես մոնղոլ թաթարներից ավելի ստոր թալանչի եմ եւ ես պիտի մեր քաղաքացիներին մինչեւ վերջ թալանեմ։ Գիտեք, աշխարհում լսված բան չէ, որ որևէ երկրում որևէ հարկատեսակ 10 անգամ բարձրացվի։ Բայց անձամբ իմ օրինակով եմ ասում, 100 անգամ բարձրացված է իմ գույքահարկը 3 տարվա ընթացքում։ Եվ հիմա էլ այս տարի եւս պետք է բարձրացվի 50%-ով, այսինքն 150 անգամ բարձրացված է։ Ես այն վիճակում եմ, որ չգիտեմ ինչ պիտի անեմ։ Եվ սա սոցիալական ոլորտը։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, մենք տեսնում ենք, որ իսկ ինքնիշխանության հիմքում ընկած է ոչ միայն բանակը, այլ նաև արտաքին քաղաքականությունը, խարխափուն, հեղեղուկ, առանց դաշնակիցների պետության ենք վերածվել, ճիշտ է, խոսում ենք դեպի Եվրոպա ընթացքի մասին, բայց դա անորոշ է, հեռվում, մեր կողմից որևէ քայլ չի արվում, իրար հետ անմիջականորեն կապված է։ Հայաստանը ժողովրդավարության ոլորտում կարող էր լուրջ քայլ կատարել, դառնալով առաջատարը աշխարհի բոլոր երկրների, սա շատ լուրջ ռազմավարական քայլեր, բայց այստեղ էլ ամենաստոր ձևով ունենալով ժողովրդավարության տասնապատիկ ավելացում նախատեսող սահմանադրության նախագիծ, այսինքն քաղաքացիների իրավունքների ընդլայնում նախատեսող նախագիծ, անտեսում են, չեն քննարկում։ Գանք հենց բուն ժողովրդավարությունը։ Հայաստանը համեմատության մեջ համարվում է ժողովրդավարական երկիր, իսկ ժողովրդավարական նշանակում է քաղաքացիներին պատկանող երկիր, բայց իրականում ամենևին այդպես չէ։ Ժողովրդավարական երկրներից ամեն տարի տասնյակ հազարներով մարդիկ չեն փախչում, որովհետև եթե ինչ-որ դժվարություններ էլ կան, բայց եթե մարդիկ իրենց տանտեր են զգում, մտածում են տունը շենացնելու մասին, մնաց իրավական մասը, իրավական տեսակետից Հայաստանը նույնպես խայտառակ վիճակում է, այսինքն չկա մի ոլորտ, ես կարող եմ դա հիմնավորել մասնավորապես իշխանությունների վերաբերմունքով։ Ես մի քանի օր առաջ դատախազություն կրկին գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն հանցագործության մասին, եւ գիտեք, այդ հանցագործությունը շատ ակնհայտ է արդեն, այն աստիճանի ակնհայտ, որ իրենք էլ չեն կարողանում անառարկելի փաստերը մերժել, ասինքն ապօրինի աշխատավարձներ տալ, ապօրինի աշխատավարձներ ստանալ, խախտել իշխանության լիազորված պարտականությունները, այնպես որ երբ դուք հարցրիք եւ ես էլ պատասխանեցի, որ Հայաստանը օրհասական վիճակում է, տեսեք սահմանադրության նախատեսված 4 անփոփոխելի արժեքները 4-ն էլ ահավոր կերպով ոտնահարվում են Հայաստանում եւ հիմնականում դա տեղի ունենում այս իշխանությունների, դե նախկինից ինչ որ եղել է հասկանալի է, բայց արդեն մենք 7 տարի ունենք նոր իշխանություն, 7 ամիսն էլ բավական է, որ դու զգաս քո իշխանությունների դրական քայլերը, բայց սրանք այս 7 տարվա ընթացքում չարեցին մի բան, որ ժողովրդի հիմնական մասին ստիպի անաչառ ասել, գիտեք, ի վերջո այս ինչ բանը լավն է։ Խաղաղություն են մուրում, ինքնիշխան պետությունը խաղաղություն է մուրում պատանդներ ունենալով։ Միայն ամենավերջին հետին բռնակալը կարող է իրեն թույլ տալ խաղաղության բանակցություններ վարել բռնապետի հետ, որը պատանդներ է պահում։ Մինչ որևէ այլ բանի մասին խոսելը դու պիտի պատանդների մասին խոսեիր եւ հասնեիր նրանց ազատությանը։ Իսկ այս պայմաններում խոսել խաղաղության մասին նշանակում է խրախուսել բռնապետական հակումները։
թշնամու։ Պարոն Հայրիկյան, դե իսկապես վիճակը շատ օրացական է, շատ ծանր, բայց այնուամենայնիվ ելքեր տեսնում եք այս իրավիճակից, ինչ որ բան հնարավոր է անել։ Իհարկե, ելքեր կան եւ ես այդ ելքերը հրապարակավ առաջարկել եմ նրանք, ովքեր որ ասել են պարոն Հայրիկյան, ձեր ասածը մի քիչ երկարատև է, մենք պիտի շուտ հասնենք իշխանափոխության, ոմանց կարողացել են բացատրել, որ իշխանափոխության հասնելու ամենակարճ ճանապարհը ժողովրդավարությունը երկրում ամրագրելն է, ամրագրել համակարգային փոփոխություններ կատարելով։ Այդ ելքերի մասին իհարկե մենք համագումարում էլ խոսենք, տարբեր քաղաքական ուժեր արդեն նաև փորձ են անում ավելի խորը հասկանալ բացարձակ ժողովրդավարության կարևորությունը, բայց խնդիրը տեսեք որն է։ Բոլորը ամեն ինչ կապում են իշխանությունների հետ։ Ես էլ չէ ինչ որ չափով կապեցի իշխանությունների վարած քաղաքականության հետ, բայց կա հիմնավոր պատճառ։ Հայաստանում երկրի տերը Հայաստանի քաղաքացիները չեն։ Տեսեք, չեմ ասում Հայաստանում բնակվող քաղաքացիները, նաև աշխարհով մոտավորապես 1 միլիոն Հայաստանի քաղաքացի է ապրում։ Երբ մենք խոսում ենք Հայաստանի մասին, Հայաստանը այդ Հայաստանի քաղաքացիների երկիրն է, այսինքն վաղը դա կարող է լինել նույնիսկ 10 միլիոն։ Այն երկրները, որ չեն արգելում այլ պետության քաղաքացիություն, այդ բոլորին կարգին օրինավոր Հայաստանը կտրամադրեր դառնալ Հայաստանի քաղաքացի, ներառյալ նաև իրենց հարկերը, որոնք վճարում են Ամերիկայում, ասենք այդ նույն հարկերը փոխանցվում է Հայաստան։ Կրկնակի հարկման վերաբերյալ պայմանագրեր կնքելուց հետո կամ էլ որոշակի պայմանավորվածություններ, այսինքն դա միայն իրավունք չէր տալու երկքաղաքացիներին, այլ նաև տալու էր պարտականություններ։ Ուրեմն Հայաստանի քաղաքացիները այս իրավիճակում չեն մտածում, որ իրենք երկրի տերն են եւ տեսնում են, որ փաստ է, չէ, որ երբ Նիկոլ Փաշինյանը դրեց իր տեխնազությունը վերջին անգամը, վերցնենք միայն վերջին անգամը, որպես վարչապետ աշխատելու համար եւ չստացավ բավարար ձայներ, պայմանավորվածություններ, խաղեր, ծրագիրեր մեզ չի հետաքրում։ Չստացավ բավարար ձայներ, ինքը անպայման անմիջապես պիտի կառավարության շենքից հեռանար, որովհետեւ ինքը կլիներ միակ մարդը, ինքը էր միակ մարդը, ում տեխնազությունը դրված է եղել եւ մերժվել է պարլամենտի կողմից, բայց ինքը մնաց վարչապետի պաշտոնակատար։ Դրանով ժողովուրդը հասկացավ, որտեղ էլ որ ապրի, եթե ուղղակի չհասկացավ, Հայաստանի քաղաքացիները տեսան, որ ունեն երկրի իշխանավոր, որը պատրաստ է ամեն բացասական քայլի։ Հիմա այս պայմաններում ելքը որն է, իհարկե շատերն ասում են պետք է իրեն հեռացնել, բայց ինձ որպես փորձառու քաղաքական գործիչ շատ լավ հայտնի է, որ հեռացնելուց առաջ դու պիտի իմանաս, թե ով է գալու նրա փոխարեն։ Դա նույնպես մարդիկ քաղաքական ուժերը առարկայորեն հասկանում եւ դա ամեն ինչ փչացնում է։ Սկսում են իրար դեմ մրցել։ Մեկն ասում է պիտի գա Ռոբերտ Քոչարյանը, մյուսն ասում է պիտի գա Լևոն Տեր-Պետրոսյանը, երրորդն ասում է պիտի գա Հայրիկյանը, չորրորդն ասում է։ Իսկ մենք ասում ենք, իշխանության պետք է գա նա, ով արդար ընտրություններով կընտրվի ժողովրդի կողմից, բայց ինչպես։ Այսուք այս խայտարակ խորհրդարանական համակարգի միջոցով։ Ոչ։ Սահմանադրության նախագիծը վաղուց պատրաստ է եւ գլխավոր ելքն այն է, որ բոլորը մեկ անգամ եւս իրենց կյանքում հասկանան, ինչպես իրենց հայրերն ու պապերն են հասկացել։ Կամ մի մարդ, ով տիրոջ կամքով ժամանակին է ազգին հայ ժողովրդին տվել է նախագիծ, անկախություն հանրաքվեի ճանապարհով, չեն ընդունել, մերժել են, իրեն դատել են, բանտեր են ուղարկել, ի վերջո եկել են, ընդունել են այդ միակ ստրատեգիական նախագիծը։ Հիմա այդ նույն մարդն ասում է, ինքնիշխանության վերաբերյալ, անկախության վերաբերյալ իմ ծրագիրը ընդունեցիք եւ դարձանք անկախ Հայաստան։ Ոչ այնպեսին ինչպեսին մենք ցանկանայինք։ Հիմա էլ նույն մարդն ասում է, կա ժողովրդավարության ծրագիր, նախագիծը հանձնաժողովում է, հանձնաժողովը օրենքով հաստատված է, հանձնաժողովի պարտականությունն է հրապարակայնորեն քննարկել բոլոր առաջարկները։ Եթե այդ ուղղությամբ մենք հասկանային, համախմբվեին իմ շուրջը, ոչ թե ինձ վարչապետ դարձնելու համար, այլ իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու համար, համագումարում մեր կհնչի նաև այդ կոչը։ Համախմբվեն բոլորը բացարձակ ժողովրդավարության գաղափարի շուրջ, դրանով Հայաստանը կդառնա աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, 1, երկրորդ ընդամենը 2 ամիս անց մենք կունենանք նոր սահմանադրություն եւ դրանից բխող նոր ընտրություններ, մենք տարբեր մարդկանց պատահական եւ ոչ պատահական պարլամենտ տանելով նրանց միջոցով չէին կընտրի մեր վարչապետին, այլ քաղաքացիները ուղղակի կընտրեին վարչապետին ու փոխվարչապետին եւ այսպես շարունակ։ Ուրեմն ամենակարճ լուծումը բացարձակ ժողովրդավարության գաղափարի շուրջ համախմբված 16 քաղաքական ուժերից բացի, նաև եւս մի 20-ի համախմբումներ, մանավանդ երևացող քաղաքական ուժերի, եւ այդ միջոցով մենք ամենաուշը մինչեւ հուլիս ամիս կունենայինք նոր ընտրություններ։ Կընտրվեր Նիկոլը, կընթարկվենք ժողովրդի կամքին։
բայց արդեն անհատական ընտրություն է լինելու։ Չէր ընտրվի, ինքը պիտի ենթարկվեր ժողովրդի կամքին։ Մյուս մասը, որ ասում եմ, ես քրեական դատախազությունը արդեն նյութեր ուղարկել է քննչական կոմիտե, բայց սա երկրորդ անգամն է, որպեսզի քննչական կոմիտեն կոծկի, բայց մենք թույլ չենք տա, այդ ուղղությամբ նույնպես պետք է աշխատել, իսկ ամենակարևորը այս իրավիճակում կրկնում եմ, արագ առօրեական պահանջներից վեր կանգնելով պիտի հիմնականով զբաղվենք, որովհետև Աստված ոչ անի սահմանագծի որևէ կետում եթե միջադեպ լինի, մենք պիտի կենտրոնանանք այդ ուղղությամբ, բայց անգամ նման բաները պիտի մեզ չշեղեն սահմանադրությունից։ Մի բան ասեմ, միանգամից Արդարադատության նախարարը համարձակվում է խոսել խաղաղության պայմանագրի մասին, երբ դա վարչապետի կամ արտգործնախարարի գործն է։ Համարձակվում է կառավարության անդամն է կարող է խոսել, բայց տեսեք ինչ է ասում, բառացի եմ կրկնում։ Ասում է Ալիևը պահանջում է, որ մենք սահմանադրության մեջ փոփոխություններ կատարենք, հանենք հռչակագրի վերաբերյալ հատվածը։ Բայց ինչու է անհանգստանում սիրելի պարոն Ալիևը, հիմա նոր բառացի եմ ասում։ Մենք արդեն աշխատում ենք սահմանադրության նոր բովանդակության վրա։ Տեսեք ինչ է կատարվում։ Գոնե առանձին ասեր, բայց ինքը կապում է Ալիևի պահանջների հետ։ Եվ այս պայմաններում հայ մարդիկ տարբեր բաների մասին են մտածում, Հայրիկյան են քննադատում, Հայրիկյանի անցած ճանապարհի 1/10-ն անցեք, հետո ոչ միայն քննադատեք, այլ սխալ հանեք։ Բայց դուք տեսել եք, չէ՞, դուք տեսել եք, որ Հայրիկյանն է, որ ձեզ բերել են կարևորագույն արժեքները։ Ես իհարկե իմ ընկերների հետ, իմ զինակիցների, իմ զինվորների հետ, ես եղել եմ ղեկավարը։ Այդ գործի մեջ ընդգրկված մարդկանց 90%-ը իմ նախաձեռնությամբ է մտել գործի մեջ։ Հիմա այդ մարդը կենթանի է եւ փոխանակ օգտվեն դրանից, ինչ որտեղ ես ինձ պարտավոր եմ զգում, որովհետեւ եթե նախախնամություն ինձ պահեց, որ օգտակար լինեմ հայրենիքից, ոչ թե անձամբ։ Այնպես որ ելքեր կան, բայց պետք է մարդիկ ինչ որ բաներ սովորած լինեին ինձնից։ Օրինակ սովորեին, որ հայրենասեր չես լինում վարչապետ կամ սպարապետ աշխատելով։ Աշխատավարձով հայրենասեր չես լինում, այլ ինչպես Ազատ Արշակյանը, Աշոտ Նավազարդյանը, ինչպես Քաջիկ Սահակյանը, ես անունները կարող եմ շարունակել, Անդրանիկ Մարգարյանը, որ բանտեր են գնացել։ Ով քանի տարով կարևոր չի, ով ինչպես է բանտում պահել կարևոր չի։ Նրանք հայրենիքը սիրելով գնացել են բանտ։ Սրանք գնում են պաշտոնի, աթոր են խլում մի կերպ։ Հետո ասում են ես հայրենասեր եմ, որ հայրենասեր ես, այդ որ կինն է, կարգին կինը կամ այդ որ կարգին տղամարդն է, փողով սիրում իր կնոջը կամ ամուսնուն։ Հայրենասերը լինում է հայրենասեր։ Սրանք աշխատավորցով հայրենասերներ են հիմնական մասը։ Պարգևավճարով հայրենասերներ են։ Այս տեսակ մարդկանցից պետք է ազատվել։ Չեմ ասում, որ մարդը նյութական Աստված է ասել, չէ, ոչ միայն հացիվ, այսինքն նաև հացիվ կեցող մարդ, բայց նախ եւ առաջ ճշմարտությամբ արժեքներով։ Պարոն Հայրիկյան, տեսեք, շատերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտը համարում են հարավային Կովկասի կոնֆլիկտ։ Դուք նման կարծիք կիսում եք։ Գիտեք, դա հավասարազոր է ցեղասպանության ամրագրմանը։ Հայաստանը Կովկաս չէ, Հայաստանը նաև հարավային Կովկաս չէ, Հայաստան է, եւ եթե աշխարհագրական եզրերով ենք բնութագրում, հայկական լեռնաշխարհի մի մասը կամ հյուսիսային մերձավոր արևելք։ Սա խայտարակություն է։ Մեծ հաճույքով վաղը վրացիներն ու ադրբեջանցիները բացասական տարեր ասել են, բայց դուք ինչ Կովկաս, Կովկասի հետ ինչ կապ ունեք։ Մենք խոսում ենք հարավային Կովկասի մասին։ Հարավային Կովկաս բառը օգտագործող ամեն ոք պետք է հասկանա, որ ինքը ասում է ցեղասպանությունը լավ է եղել, ճիշտ է եղել։ Պատահական չի։ Մեզ 20 տարի պետք եղավ, որ արցախցիներին համոզենք եւ այս Ղարաբաղ կոչված կոմիտեի տղաներին։ Ամենից առաջինը նրանք, չէ՞, ուրացան Արցախի խնդիրը։ 91 թվականին, երբ Ալմատայում դա ստից թուղթ է, որ ասում են միջազգային պայմանավորվածություն։ Բայց այդ ժամանակ Ղարաբաղ կոմիտեի ղեկավարած կազմից դուրս եկած, ղեկավար կազմից դուրս եկած մարդիկ ինչպես էին համարձակվում գոնե հստակ վերապահում չանել, որ մենք առայժմ գոնե այսպես առայժմ առաջնորդվում ենք այս իրավիճակով մինչև միջազգայինորեն ճանաչված սահմանների տերը կլինենք։ Մի բան էլ միանգամից ասեմ, այդ հարավային Կովկասը նրա համար է, որպեսզի դե Վրաստանն ու Ադրբեջանը կապ ունեն Կովկասի հետ, Հայաստանը կապ չունի։ Հայաստանի եւ Կովկասի միջև կա նաեւ փոքր Կովկաս լեռնաշղթան, եթե հիշում եք։ Սա արվում է այն բանի համար, որպեսզի մենք կրկնում եմ, ինչպես այն ժամանակ ասում էին Ղարաբաղ եւ 20 տարի պետք եղավ Արցախ ասելու համար, սովորեցնելու համար, որ չի կարելի։ Նույն այսօր կատարվում է, մատների արանքով խնդրում եմ չնայեք, ամեն ոքով որ կասի հարավային Կովկասում պետք է ասել մեր տարածաշրջանում գոնե, կամ էլ Հայաստանում եւ հյուսային Կովկասում։ Դա արդեն միջազգային եզր է դարձել։
Հայկական լեռնաշխարհը ասպարեզից հանեցին։ Գիտեք, չէ, Անատոլիա նշանակում է արևելք։ Հայկական լեռնաշխարհը հիմա կոչվում են արևելք, արևելքի արևելք։ Անատոլիա ինչևէ, այդ տերմիններին պետք է ուշադիր լինել մանավանդ միջազգային հարաբերություններում։ Շատ բաներ կան ասելու, բայց ես այս բոլորի մեջ մի անգամ եւս պիտի հիշեցնեմ։ Հայկական դիվանագիտությունը լուրջ կաղում է։ Հայաստանի ինքնիշխանության մասին, որ ես խոսեցի, մենք ըստ էության դիվանագիտություն չունենք։ Այլապես մեր դիվանագիտությունը կվերադառնար մի հատկացեր, տեսեք Թուրքիայում ինչն է ճանաչված եղել որպես հայկական տարածքներ։ 1914 թվականին թուրքական պետությունը ճանաչեց հայերի ինքնավարության իրավունքը Կիլիկիայից սկսած մինչև Ռուսաստանի հետ սահմանը։ Եվ գեներալ գուբերնատորներ եկան։ Պատերազմը դա փչացրեց։ Ճիշտ է, դա անկախ Հայաստան չէր, բայց հայկական ինքնավարություններ, այսինքն հիմնական տերը այդ տարածքի հայերն էին համարվում։ Թուրքիայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչը ներկա տարածքի յուրաքանչյուր 4-րդը հայ էր։ Դրա մասին չեն խոսում։ Հայաստանը ենթարկվեց, հայությունը ենթարկվեց ցեղասպանության։ Հայաստանը բռնազավթվեց ապօրինի կերպով։ Եվ այդ ապօրինի բռնազավթման, բռնազավթումը միշտ է ապօրինի պայմաններում Հայաստանին սահմաններ պարտադրեցին։ Սրա մասին պետք է խոսել։ Ինչի կհասնենք, չգիտենք, բայց երբ դու ուրանում ես քո իրավունքները, ապա բնականաբար ապիկարները մեծ ուրախությամբ քո իրավունքները կուրանան եւ կանտեսեն։ Այնպես որ ձեր հարցը շատ տեղին էր եւ պիտի ամեն մարդ մտածի, որ մենք ոչ թե հարավային Կովկաս ենք, այլ մենք հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածն ենք, հայկական լեռնաշխարհի կամ մերձավոր արևելքի հյուսային հատվածը։ Պարոն Հայրիկյան, տեսեք, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներից մեկին Դանիել Լեոնիցյանից ստիպեցին ասի, որ իբր հանձնաժողովը շատ վատ է աշխատում, որ խնդիրներ կան, դուք իմիջիալոց այդ մասին ինչ կարող եք ավելացնել։ Ես իրեն չստիպեցի ես, ուղղակի խոսակցության ընթացքում ինքը պարտավոր էր ճիշտն ասել։ Եվ քանի որ այդ խորհրդի կազմում է եւ ունի իր մարդկային արժեհամակարգը, նա պարտավոր էր ճիշտն ասել եւ ճիշտն ասաց։ Երբ ես ուղղակի ասացի, դուք 5 տարի մարդկանց աշխատավարձ եք տալիս, այդ 5 տարվա ընթացքում նրանցից պիտի ստանայիք ինչ-որ արտադրանք, իր բառերով ասեմ պրոդուկտ, եւ ոչինչ չկա։ Ավելին, այդ ոչինչ չկա ներկայացվում է որպես ներկայացված հայեցակարգ, եւ հետո այդ հայեցակարգը մերժվում է այն մարդու կողմից, ով հանձնաժողով է հրավիրել, որպես այդ հանձնաժողովը իրեն բան սովորեցնի։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Հրավիրում ես հանձնաժողով, տալիս ես ամեն ամիս մոտավորապես 3.5 միլիոն դրամ միայն մաքուր աշխատավարձ։ Այդ հանձնաժողովը պիտի քննարկի, թե սահմանադրական կարգը ինչպես բարեփոխել, որ լավը լինի, ու ներկայացնի նախագիծ։ Պիտի ներկայացնի Իոնիսյանի եւ մյուսների խորհրդի վերահսկողության պայմաններում։ Խորհուրդը իր պարտականությունները որոշակի ժամկետներում չի կատարել։ Դա սարսափելի հանցագործություն է։ Երբ գիտեք, չի կատարել, չի կարողացել եւ վարչապետը պիտի արձանագրեր, չէ կատարել, ծրում եմ այս հանձնաժողովը։ Ինքը չի ծրում։ Ժամկետանց իրավական ակտում փոփոխություններ է կատարում եւ որոշում է, որ պիտի Հայաստանը պետական կառավարման համակարգը չփոխի, բայց պիտի նոր սահմանադրություն ընդունի։ Հիմա ես նկատի ունեմ մեզ լսող գրագետ մարդկանց, գրեթե առանց բացառության, որպես կանոն, նոր սահմանադրություններ ընդունվում է երկրի կառավարման համակարգը փոխելու համար։ Այսինքն մենք գործ ունենք այն մարտնչող տգիտության հետ, անգրագիտության հետ, եւ ես ուրախ եմ, որ չնայած իր կաշկանդվածությանը, ի վերջո Իոաննիսյանը խոսում էր իր հանձնաժողովի մասին, իր մասնավորապես այդ սահմանադրական կառույցի խորհրդի գործունեության մասին։ Եվ արձանագրեց, որ իրենից բան կախված չէ, ինքը խորհրդի անդամ է, բայց իրենից ոչինչ կախված չէ, չի հասկանում, թե ինչու չեն աշխատում, ինչու 5 տարվա ընթացքում ոչինչ չարել, եւ չկարողացավ պատասխանել նաեւ այն հարցին, թե ինչ իրավունքով մարդը, որը հանձնաժողով է հրավիրում, գիտնականներ է հրավիրում, շատ մեծ աշխատավարձներ է տալիս, եւ հետո այդ հանձնաժողովի կարծիքը չի լսում, այլ իրենն է թելադրում, ինքը այդ հարցին պատասխանել չկարողացավ։ Ես ճիշտը որ ասեմ, եթե ինքը չլիներ ուրիշ որևէ մեկը, ես ուղղակի կասեի, որ բայց դու գիտես, որ քեզ մի հասարակական կառույց է ներկայացրել, ինձ ներկայացրել էր երկու կառույց, այդ հանձնաժողովում աշխատելու եւ հանձնաժողովին աշխատեցնելու համար։
Ես շնորհակալ եմ, որ Շանթ հեռուստաընկերություն հատկապես նկատի էր ունեցել իմ նախկինում հանձնաժողովի նախագահ լինելու իրողությունը։ Բայց քանի որ Իովանեսյանը պարկեշտ հանձնավորություն էր, ես մտածեցի, որ իրեն դա պետք չէ ուղղել։ Ես ակնկալում եմ, որ պիտի հանդիպեի նախագահի հետ։ Սահմանադրական նոր սահմանադրության ընդունման, նախկինում էսպես էր, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Հետո այդ օրինախախտը որոշեց անունը փոխել։ Նույն հանձնաժողովը պահպանեց արդեն ժամկետանց փաստաթղթով։ 23 թվականի հունիսին ժամկետն ավարտվել էր։ Բայց ինքը 24 թվականի մայիսին այդ ժամկետն ավարտված փաստաթղթում փոփոխություններ կատարեց։ Ես մտածում եմ, որ նախագահը պիտի գար, Գալյան, Սրբուհի Գալյանը, ես մտածում եմ, որ լուրջ առարկայական խոսակցություն կունենանք, բայց նրան երևի հանձնարարեցին չներկայանալ, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ներկայանալ, նա որ ներկայանալ ինչ պիտի խոսեր։ 3 րոպեից պիտի երևար, որ ինքը դատարկ է բացարձակապես եւ խոսակցությունը դառնալու էր անիմաստ։ Ամեն դեպքում լավ է, որ հրապարակային անդրադարձ եղավ եւ բանավեճի տեսքով։ Ես սովորաբար բանավեճերից խուսափում եմ, որպեսզի որևէ մեկի չնսեմացնեմ, բայց այս դեպքում կարծում եմ ես ունեցա հաճելի զրույց եւ կարողացա դիմացինից հորդորել, խոսել, ներկայացնել խնդիրները, որոնք իրեն են անհանգստացնում։ Եվ վերջին հարցը, ես գիտեմ, որ դուք ձեր տունը ուզում եք վերածել թանգարանի, այդ կապակցությամբ ինչ որ նոր բան արվել է։ Ես մի քանի օր առաջ լսեցի թանգարաններից մեկի տնօրենից, որ խոսակցություն է եղել, քննարկում է եղել եւ ասել են դա թանկ կնստի պետության վրա։ Մասնավորապես Հայրիկյանի կառուցած շենքերը պետք է երեսապատել եւ այլն եւ այլն։ Բայց ես այդ թեմայով որևէ մեկի հետ, այսինքն թե ինչքան կարժենա կամ ինչքան են պարտքերը, որ 10%-ից պակաս են կազմում, իլոչես այդ բոլորը կառուցել են պարտքով, այլ կերպ չէի կարող պետական դրամատներից եւ ամերիկյան դրամատներից պարտքեր են վերցրել ու կառուցել։ Բայց դա էական չէ, որտեղ դրա մասին չենք խոսել։ Նույնիսկ չար լեզուներն ասում են, որ Հայրիկյանը տեսա, որ գույքահարկը չի կարողանում վճարել, որոշեց, չգիտեմ, ինչ որ բաներ։ Այդ բոլորը անհիմն է, որովհետև ես դեռ 20 տարի առաջ եմ երեխաներիս ասել, որ երեխաներս տունը հավանում եք, ձեր հայրիկն է կառուցել, իրենք դե հիշում են ինչպես անապատ ես բան էի դարձնում։ Բայց սա տրվելու է պետությանը, որպես թանգարան։ Այն ժամանակ ժողովրդավարության եւ անկախության գաղափարը այնքան հասունացած չէր, պարզապես ես հսկայական արխիվ ունեմ եւ անգին արժեքներ, այնտեղ միջազգային կառույցներից նաև տրված, որոնք արժի որ ժողովրդի սեփականությունը լինեն։ Ես ուղղակի դիմում գրեցի եւ հիմա արդեն կարող եմ ասել մշակույթի նախարարությունից խոսեցի Երանուհի ինչ որ բաժնի պետ անձի հետ, նա ասաց մինչև հունվարի վերջ պիտի մեծ հանձնաժողով գա, մենք շատ ուրախ ենք, որ այդպիսի նախաձեռնություն կա, որովհետեւ սովորաբար տարածք չի լինում, իսկ դուք տարածք եք տրամադրում, այն էլ այդպիսի թանկարժեք տարածք։ Իդեպ նախնական փուլում այնտեղ անապատ էր, կավահող, որի վրա ծառ անգամ չէր աճի։ Ու սպասեցի հունվարն ավարտվեց, զանգահարեցի, ասում եմ, բայց դուք ինձ ասել եք, որ գալու եք, ես ուզում եմ հասկանալ ինչ է կատարում։ Վարչապետ ուղարկել էր մշակույթի նախարարություն, նրանք ու մշակույթն հասկանում եք, շատ թաջ բան է, բայց ասած փոխնախարարը պիտի լիներ հանձնաժողովի կազմում, բայց քանի որ զբաղված է դրա համար չեկանք, խնդրում ենք առաջիկա մի քանի օրերին սպասել։ Այդ մի քանի օրերից հիմա ասել ենք ապրիլ ամիս, բայց ընթացքում ես տեղեկացա սարսափելի բաների, սարսափելի երևույթների։ Ուրեմն մեր բոլոր թանգարանները, որոնք ազգային հարստության հիմքն են հանդիսանում, տարբեր ոլորտի եւ արխիվային հիմնարկները, պետք է որևէ բան ստանալիս գրություն, թղթի կտոր կամ Վիկտոր Համբարձումյանի ձեռագիրը ստանալիս չմուտքագրեն թանգարան։ Սա նոր բան է, սարսափելի բան։ Պետք է հանձնաժողով կազմեն։ Այդ հանձնաժողովը քննարկի այդ թուղթը, որը վատ չի, քննարկի։ Բայց նույնիսկ դրանից հետո չընդունեն։ Գիտեք խոսքը ինչին է վերաբերում, չեն ընդունում։ Դու ասենք եթե անձրևիտակ է մնացել բերում ես ասում ես ստիրություն արեք, մինչև ինչ կորոշեք, ասում են չտար։ Հետո ներկայացնում են մշակույթի նախարարին։ Մշակույթի նախարարը իր գլխով, իր հանճարեղ ուղեղով պիտի որոշի այդ փաստաթուղթը կամ այդ նյութերը արժանի են թանգարան մտնելու, բայց դրանով էլ չի ավարտվում։ Դրանից հետո իրենք պիտի ուղարկեն Արայիկ է ինչ է Հարությունյան, վարչակազմի, աշխատակազմի ղեկավար, նա էլ իր հերթին պիտի քննարկի։ Այդ ընթացքում նյութը կարող է շատ ծանր վիճակում է, կամ փաթեթներ, հասկանում եք, արժեքներ։ Դրանից հետո նա այնտեղից պիտի հետ հանձնարարություն տա ընդունեք թե ոչ։ Իսկ անցյալում ես
ընդհանուր առմամբ երևի 40 գուցե 60 հատոր նյութեր են փոխանցել պետական արխիվ, նրանք անմիջապես ընդունում էին, կոչում էին ցրոն, հետո մշակում էին։ Այսինքն այդ հարցում շատ վատ վիճակում է, բայց պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը եւս մի հանցագործություն վերցրին իրենց վրա, որովհետեւ նվազագույն հաշվարկներով իմ տունը, իր հողամը, իմ այդ տները, այնտեղ համալիրը իրար հետ արժեն մոտավորապես $3 միլիոն, մանավանդ գույքահարկը դա է վկայում։ Այսինքն պետությանը տրվում է մոտավորապես 100 1 միլիարդ 200 միլիոն դրամի գույք նվեր է տրվում պետությանը, ոչ իրենց։ Բայց այս մեծամիտ էլ չասեմ, ես համարում եմ, որ իրենք պետության սեփականատերն են։ Չեն հասկանում, որ իրենք կառավարություն են ընդամենը։ Ես իրենց չեմ նվիրում, ես նվիրում եմ պետությանը։ Ինչու եմ նվիրում, որովհետև ժողովրդավարությունը այնքան կարևոր բան է։ Տեսեք, մեր բոլոր նախնիները փորձել են Հայաստանը անկախ ունենալ, չէ՞, բայց ճանապարհը չեն ունեցել։ Մենք ընտրեցինք ժողովրդավարական ճանապարհը, այսինքն դա նաև ինքնիշխանության համար շատ կարևոր բան էր։ Եթե մենք անկախության հանրաքվեով չամրագրեինք մեր պետականության վերականգնումը, ապա այսօր շատ հեշտ կլիներ Հայաստանը դարձնել Թուրքիայի վիլայետ կամ Ռուսաստանի գործակալական ցանցը այդ ուղղությամբ աշխատում է։ Ուրեմն ժողովրդավարության թանգարանը շատ կարևոր է, մանավանդ որ ես եղել եմ նաև սովետական միության ժողովրդավարական շարժումների ղեկավար եւ ունեմ նամակներ տարբեր երկրների ազգային հերոսներից, տասնյակ նամակներ, գրքեր, գրականություն։ Ես եղել եմ իրենց ընտրված ղեկավարը։ Այսինքն դա կդառնար Հայաստանի եւ կդառնա Հայաստանի ամենակարևոր մանավանդ գրագետ զբոսաշրջիկների համար հետաքրքրական վայր։ Պատկերացնում եք, լիտվացիները գալիս են Պաուլայտիսի կամ Պետրաս Պլումպայի կամ Նիոլես Ադունայտեի գրագրությունը Հայրիկյանի հետ, այստեղ կա։ Ուկրաինացիները գալիս են Վասիլ Ստուս Չորնովիլ, իրենց գանձերն են, Լուկյանենկո, դրանց գրագրությունը Հայրիկյանի հետ, նկարներ, լուսանկարներ, այդ չեմ շարունակում։ Նույնիսկ ադրբեջանցիների հետ։ Ես ոչ քիչ թվով հայ մարդկանց կյանք եմ փրկել Ադրբեջանի նախկին Թոֆիկ Գասիմովի այդ դեմոկրատիա եւ անկախություն կառույցի անդամ լինելու հանգամանքով։ Դիմում է իրեն, ասում է մարդիկ կամ պատանդ վերցված եւ ամեն ինչ նրանք արագ կազմակերպում են։ Ինչևէ, դրան զուգահեռ իհարկե անկախության թանգարանը մեր 7 հայրենասերների նկարները, նրանց գործերից հատվածներ, գիտեք չէ, 64 թվականին նշանավոր 7 հայրենասերները Վիգեն Բաբայան, Մերուժան Հովանեսյան, Խաչիկ Ամիրջանյան, այդ բոլորի հետ անձնական կապեր եմ ունեցել, ճիշտ է, ես երիտասարդ էի, նրանցից այն ժամանակ շատ փոքր, բայց այդ բոլորից նյութեր կան, բացի այդ նյութերը կհավաքվեն, դա մի հոյակապ արժեհամակարգային թանգարան կդառնա։ Բացի այդ, տեսեք, ինչ մի կարևոր բան կա։ Հայաստանը պետություն է։ Դուք գիտեք մի կառույց, որը զբաղվում է Հայաստանի ռազմավարական խնդիրներով, ինքնիշխանությանը վերաբերող կամ բանը, ժողովրդավարությանը։ Չկա։ Սա կարող է դառնալ նաև գիտական կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետները ուսումնասիրություններ կատարեին ժողովրդավարության վերաբերյալ, ինքնիշխանության վերաբերյալ եւ կսնուցեին մեր պետական ռազմավարությունը։ Ձեր հարցը պիտի ամեն մարդ հասկանա, որ իմ մեջ տհաճ զգացողություն առաջացրեց, բայց երբ որևէ պետական այր, իշխանավոր պետությունից բան է գողանում, համարվում է կոռուպցիոն հանցագործություն։ Սակայն երբ դու պետությանը նվիրվող հարստությունը չես վերցնում, դա նույնպես հանցագործություն է, դա հավասարազոր է գողանալուն, դա նույնպես կոռուպցիոն հանցագործություն է։ Այնպես որ երևի առաջիկայում ես առանձին դիմումով դիմեմ Դատախազությանը եւ հակակոռուպցիոն կոմիտեին, շեշտելով այս հանգամանքի վրա։ Պատասխանեք, չեն էլ պատասխանել։ Նրանք չպատասխանելու համար են պատժի արժանի։ Հասկանում եք, չէ՞։ Ինձ հեռախոսով մի երկու բան ասում են կգանք, բայց պաշտոնական պատասխան չեմ ստացել։ 3 միլիոն, լավ էսպես ասենք, $1 միլիարդ արժողությամբ ունեցվածքը սրա մեջ չեմ մտցնում, օրինակ այն պատվոտախտակը, որի վրա գրված է 300 միլիոն մարդու ազատագրումը, սկսվեց Հայրիկյանի նվիրվածությամբ։ Դա Ամերիկայի փոխնախագահի եւ ամերիկյան պահպանողականների կոնֆերանսի նվիրած տախտակն է։ Դա անգին է։ Այսինքն եթե սա տունը հողը արժի 1 միլիարդ, դա անգին է։ Դրանք էլ եմ նվիրում։ Էլ չեմ խոսում լուսանկարների բանի մասին եւ երևի այդ հարցը եւս պարտավոր եմ բարձրացնել։ Շնորհակալ եմ, որ հիշեցրիք։ Պարոն Հայրիկյան, շնորհակալ եմ, որ եկաք։ Իդեպ ասեմ, որ առաջիկայում ձեր համագումարն է, մաղթում եմ ձեզ քաջ առողջություն եւ հաջողությամբ իրականացնեք այդ ծրագիրը նույնպես։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, հասարակական քաղաքական պետական գործիչ Պարույր Հայրիկյանն էր Փակ TV տաղավարում։ Այսքանը, ցտեսություն։